Պարոն Կարապետյան, դուք վերջին շրջանում շատ եք խոսում տարածաշրջանում իրավիճակի մասին, մասնավորապես թրիփով ստեղծվող իրավիճակը Հայաստան-Իրան հարաբերություններում։ 2 օր առաջ Իրանի հյուպատոսը Գորիսում, երբ որ մեր հարցին ի պատասխան խոսում էր Հայաստան-Իրան հարաբերությունների մասին, քիչ առաջ դուք մատնանշեցիք սատանային, Իրանի հյուպատոսն էլ խոսեց սատանայից, երբ որ հարցրեցինք արդյոք Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները վտանգված են, նա ասաց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի սատանաներից զգույշ լինենք եւ չպետք է թույլ տանք, որ նրանք խոչընդոտեն Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները եւ ավելին նշեց, որ այլ ձեռքեր չպետք է խառնվեն մեր հարաբերությունների մեջ, քանի որ ոչ Հայաստանի Հանրապետությունը, ոչ Իրանի Հանրապետությունը եւ ոչ էլ Հայաստանի ու Իրանի ժողովուրդները չեն ուզում, որ որևէ մեկը խաթարի այդ հարաբերությունները։ Դուք ինչպես եք ընկալում այս սատանայի մասին հյուպատոսի խոսքը եւ վերջին շրջանում Իրանից կոշտ հայտարարություններ եկան դեպի Հայաստան, որ իրենք թրիփի ճանապարհի հետ նախնական որևէ համաձայնություն չունեն, ինչ եք կարծում, արդյոք սրանով Իրանը ուզում էր զգուշացնել առաջին հերթին, որ ամերիկյան ուժերը չպետք է Սյունիքում անվտանգություն ապահովեն եւ արդյոք սա հորդոր էր, որ թրիփը Իրանի համար տնտեսական նշանակություն որպես այդպիսին չի ընկալվում տնտեսական նշանակությամբ, սա ուղղակի մեր տարածաշրջանի հետ կապվածած եւ եւս 2 հարցներ քաղաքական, եթե կարելի է հիմա կամ պատասխանեք հետո։ Պատասխանեմ ձեզ։ Ուրեմն ձեզ ինչ եմ ուզում ասել։ Տեսեք, մենք էլի անում ենք ամեն ինչ հակառակը։ Իրանի շուրջ բոլոր այն երկրները, որի տարածքում կան ամերիկյան բազաներ, մի մասը օֆիցիալ արդեն հայտարարել է, որ ամերիկյան բազաները պետք է դուրս բերվեն իրենց տարածքից։ Մի մասն էլ արդեն փակել է, բայց չի հայտարարել։ Մի մասից էլ ամերիկացիք իրենք են դուրս եկել։ Գիտեք, ստե նորից եմ ասում, ստե հարցը Ամերիկա չի։ Իրանը այս պատերազմից հետո մենք տեսնում ենք, ինչ որ ես ասել եմ մի քանի ամիս առաջ, դեռ նոր էր սկսել պատերազմը։ Դուրս է գալու ավելի նշանակալից, եթե սենց ասեմ, պետություն մեր տարածաշրջանում։ Եվ Իրանի հայտարարությունից առաջ, մի 1-2 օր առաջ ես ասեցի, չէ, որ Իրանը ուլտիմատում է տվել Նիկոլ Փաշինյանին։ Ոչ թե ասենք հիմա դիվանագետը այնտեղ ասենք սենց հանգիստ ինչ որ ձևով, սենց դիվանագիտական լեզվով խոսում է, ուրեմն քսիրը կոնկրետ ուլտիմատում է տվել Նիկոլ Փաշինյանին։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին։ Միայն ու միայն այդ պատճառով։ Ունդե հաստատել են, որ չէ, մեկա մենք տրիպը անելու ենք։ Ամերիկացին ասել է, պետք է անես։ Սա ասել է, բա որ անեմ, ինձ Իրանը խփելու է։ Ինչ եմ ուզում ասեմ։ Ուզում եմ ասեմ, մենք էլի անում ենք ուրիշի ցանկությունների հետևից ենք, ասում եմ մենք անկախ ենք։ Մենք դիվերսիֆիկացնում ենք ամեն ինչ։ Ինչով ենք դիվերսիֆիկացնում։ Սա Իրանի հարևանները ամերիկացիներին ասում են գնացեք ստից, մենք բերել ենք այս պահին։ Մի հարց եմ տալի, ոնց որ հարցին ստիպված հարցով եմ տալի։ Հիմա մենք կլինենք պատերազմող Իրանի տեղը։ Խփենք Հայաստանին, թե չէ։ Իհարկե կխփենք։ Ու խփելու են մեծ հարցեր կա ամերիկյան լաբորատորիաների մասով։ Մեծ հարցեր կա։ Ու Իրանը հաշվում է, որ ամերիկյան լաբորատորիաները աշխատում են իր ժողովրդի դեմ Հայաստանի տարածքից։ Բացի դրանից, գիտեք, ինչքան էլ ասենք սենց իրար խփեն, հա, մեկա,
ակնհայտ պատերազմի հաղթանակը դիտարկվում է մարտի դաշտում։ Հիմա եկեք մի հատ 4 կոմը նայենք Իրանի։ Ասենք հիմա իրանք խփին այդ խփոցիները վաղ թե ուշ պրծնելու է։ Ամերիկացին հայտարարելու է, որ հաղթեց, Իրանը հայտարարելու է, որ հաղթեց։ Ստեղ արդեն ով ավելի տեսանելի կանի հանրության համար, որ ինքն է հաղթել, շատ կարևոր է։ Ճիշտ է, ծիծաղում ենք, ասում է Ամերիկայի նախագահան, ասում է, ես ասում եմ, այս պատերազմից հետո հայտարարելու եմ, որ Օրմուզյան այդ նեղուցը Ամերիկայի տարածք է։ Սա ուղղակի խոսքեր չի։ Ինքն է Վաշինգտոնում հայտարարելու, աստե չեն ճանաչելու։ Հասկանում եք, բայց ինքը իր ժողովրդի համար դա հայտարարելու է, որ ցույց տա, որ ինքը այդ միլիարդները որ ծախսել է, իզուր չի ծախսել, արդյունքի է ասել, որտեղ ընդ Ամերիկայում հարց են տալի արդեն, այսքան խփիկ արդյունքը ուր է։ Պատերազմա, չէ՞։ Բա ուր է։ Նույն խնդիրը ունեն պարսիկները, բայց պարսիկները շատ ավելի լավ դիրքերում են, որտեղ պարսիկը կարա ասի, ես պաշտպանեցի իմ երկիրը։ Նեղուցը, եթե այն ժամանակ նիտրալ տարածք էր, հիմա դառավ իմ վերահսկողության տակ, դառավ փաստացի իմ տարածքը։ Բայց եթե ամերիկացիները տրիպը բերեն դնեն Հայաստանի սահմանին, ստե պարսիկների խոցելությունը ահավոր ղեկավարության դառնում են իրենց ասածները, դառնում է սուտ։ Դες ինչ պետք է անեն։ Պետք է չթողեն։ Չթողելն էլ որն է, պետք է հարվածեն Հայաստանին։ Այդքան բան։ Ինչ որ հիմա ասում եմ, եթե ուշադիր նայեք տեղեկատվական դաշտը, նույնիսկ բաց աղբյուրները, դուք կտեսնեք, որ ես ճիշտ եմ ասում։ Ու եթե նա շարունակեց, ու եթե նա բերեց այդտեղ այդ տրիպի բազարը մցրեց, ուրեմն սպասեք, որ մենք ցավոտ հարվածներ ենք ունենալու այս անգամ ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից, այս անգամ Իրանի կողմից։